Ուրեմն այդ ծրագրով, որը կոչվում է Սահմանավերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիր, մենք ունենք արդեն 2384 հաստատված դիմում, այսինքն որ պատկերացնեք, դա այդքան ընտանիք, այդքան տուն եւ համայնքներ ունենք եւ տենց չեմպիոն համայնքներ ունենք, այսպես ասած, որտեղ կառուցվել է հիմա ամենաշատը, ասեմ, համարյա մինչեւ 300 տուն։ Այսինքն պատկերացրեք, դա մի մեծ գյուղ է, այսինքն եւս մեկ նոր գյուղ արդեն գործող գյուղում։ Ամենամեծը, եթե չեմ սխալվում, Նոյեմբերյանի Կողբ գյուղն է, 280 տուն է կառուցվել, որ պատկերացնենք, ու Տավուշը ընդհանրապես տենց չեմպիոնների մեջ է։ Եվ մենք կարող ենք ասել, որ սա խիստ շատ հաջողված ծրագիր է, շատ, որտեվ նախ մասշտաբային փոփոխություններ են տեղի ունենում այդ բնակավայրում եւ այդ մարդկանց կյանքում, եւ երկրորդը սա նաեւ մարդկանց ընտրության հնարավորություն է տալիս։ Ինչպիսի տուն կառուցել, իհարկե մեր տված ֆինանսական պարամետրերով, որտեղ կառուցել այդ տունը, սկսած դիզայնից եւ այլն, թեև կան տիպային նախագծեր, բայց այնուամենայնիվ սա բան չի, էլի, այն սովետական Խրյուշովկա չի, որ sense կառուցում ես, ասում ես բոլորդ պետք է Հայաստանը ապրեք, հետո էլ մի 20 տարի հետո պարզվում է, որ ժամկետն անցել է այդ շենքի, պետքա ինչ-որ բան անել։ Սա այդ առումով շատ կարևոր է, իդեպ սա նման է այդ առումով հիպոթեկի վերադարձի, ծրագրին, որտեղ էլի քաղաքացիներն են որոշում, ընդեղ է գիտեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են ըստ էության մատչելի բնակարան ձեռք բերել իրենց եկամտային հարկով։ Հիմա ինչ ենք ուզում անել, որը էլի քննարկման փուլում է, բայց շատ հույս ունեմ 1-2 շաբաթում կվերջնականացնենք։ 3 բան ենք ուզում անել, 3 խմբի համար ուզում ենք վերաբացել այս ծրագիրը։ Մեկը այն քաղաքացիներն են, որոնք դուք էլ նշեցիք, պարոն Կոնջարյան, որոնք արդեն ունեն հողամաս կամ շինթույլտվություն 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ, որովհետև այդ ժամանակ է ծրագիրը ավարտվել, այսինքն ըստ էության իրենք ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել ծրագրից։ Մեր գնահատականներով դա մոտ 500 քաղաքացի է, 500 շահառու, մենք խոսել ենք մարզպետարանների, համայնքապետարանների հետ, այդ քաղաքացիներն են։ Երկրորդը, մի քիչ համաչափ զարգացում ապահովելու համար մենք այնուամենայնիվ նոր շահառուների համար մտածում ենք այն վերաբացել միայն այն համայնքներում, որտեղ ավելի քիչ տներ են կառուցվել, որպեսզի մեր գյուղերը, մեր գյուղական սահմանամերձ բնակավայրերը իրար պես համաչափ զարգանան, որպեսզի օրինակ 1000 կամ 500 տուն ունեցող գյուղը չդառնա 700 տուն ունեցող, թեև դա լավ է, բայց օրինակ 200 տուն ունեցողը մնա 200, որտեվ այդ առումով կարծում եմ մի քիչ ճիշտ չի եւ բանաձև ունենք, այդ բանաձևով անցկացնում ենք եւ մտադիր ենք վերաբացել այդ գյուղերի համար, դա եւս մեր տպավորությամբ նաեւ քվոտաներ են իհարկե, սա մոտ եւս 500 քվոտայի մասն է խոսքը եւ մի կարեւոր ուղղություն էլ, որը մենք ուզում ենք սինխրոնացնել մեր այլ գերատեսչությունների եւ այլ քաղաքականությունների, դա նոր դպրոցներն են։ Մենք գիտենք, որ ունենք կառուցվող շատ հարյուրավոր դպրոցներ, նաև այնպիսի համայնքներում, որտեղ այդ պահին այդքան երեխա չկա, որ սովորի սահմանված չափի այդ տեղերում, ուստեղ ենք բանաձևով հիմա մի քանի տարբերակ ենք քննարկում, թե որ շեմից անենք եւ վերաբացենք կամ բացենք այդպիսի գյուղերում, որոնք պարտադիր չլինեն սահմանամերձ, այսինքն իրենք կարող են ցանկացած տեղ։ Իդեպ մի նման օրինակ կա, դա Վայքի Գոմք համայնքն է, Գոմք բնակավայրն է, որտեղ էլի կա մեծ դպրոց եւ այդ գյուղի համար բացվել է ծրագիրը եւ աշակերտների առումով եւ ուսուցիչների, իհարկե էլի որոշակի պարամետրերով, որտեղ նպատակը նաև երեխաներին դպրոց տանելն է լինելու, այսինքն այդ ընտանիքում պետք է լինի համապատասխան տարիքի երեխա։ Հիմա չեմ ուզում ասել մի բան, որը կարող ենք մենք քննարկումների արդյունքում փոխել, բայց տրամաբանությունը այդ 3 կտորն է՝ պարտքեր, ճակերտավոր, որ քաղաքացիներ, որոնք որ ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել, գյուղեր, որոնք այդքան էլ շատ չեն կառուցել, բայց կարող են կառուցել, համաչափ զարգացում եւ կապելով մեր մյուս քաղաքականությունների հետ ընդհանրապես այս սինխրոնացումը շատ կարեւոր է, մենք դրա կողմնակից ենք, չենք ուզում տարբերվող բաներ անել մեր գործընկերների առանց քաղաքականությունների հետ։